Բոլորը պետք է անհապաղ լքեն Թեհրանը։ Այսպես իրանցիներին իր X-էջից տարհանման հրաման է տալիս Թրամփը ու Իսրայելի հրթիռների սպառնալիքի տակ պահանջում ստորագրել միջուկային գործարքը։ Ինչպիսի ամոթ եւ անիմաստ զոհեր, պարզ ասած, Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Ես դա ասում եմ կրկին ու կրկին։ Իսկ հետո Պենտագոնի ղեկավարը ուղիղ եթերում հաստատում է Միացյալ Նահանգները անհամբեր սպասում է իր պայմաններով գործարքի ստորագրմանը։ Նախագահ Թրամփը շարունակում է ձգտել միջուկային գործարքի։ Իհարկե, եւ մենք անկեղծորեն հույս ունենք, որ հենց դա էլ տեղի կունենա։ Իդեպ Թրամփն այնքան զբաղված է Իրան-Իսրայել սրված հակամարտությամբ, որ Կանադայում ստիպված է եղել մի քանի ժամով ներկա լինել G7-ի գագաթնաժողովին։ Հասցրել է մասնակցել նկարվելու պաշտոնական արարողությանը ու հետո տեսախցիկների առաջ էլ հրաժեշտ է տվել։ Հասկանալի պատճառներով ես պետք է արդեն վերադառնամ։ Մինչև դա ԱՄՆ նախագահը խոսել էր լրագրողների հետ ու ասել, որ իր համոզմամբ Իրանը չի հաղթում այս պատերազմում։ Ես ունեի 60 օր, նրանք ունեին 60 օր, եւ ես 61-րդ օրը ասացի, մենք գործարք չունենք, բայց ես կասեի, որ Իրանը չի հաղթում այս պատերազմում։ Մենք միշտ աջակցել ենք Իսրայելին եւ հիմա Իսրայելը լավ է գործում։ Հայտնի է, որ Թրամփի հայրենիք վերադառնալուց հետո ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարվելու։ Իրանը բացահայտ հայտարարում է, որ հրթիռային այս պատերազմի պատասխանատուն նաեւ Միացյալ Նահանգներն է։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այս մասին ասել է եվրոպացի առաջնորդների հետ հեռավար բանակցությունների ընթացքում։ Իսրայելը Ամերիկայի աջակցությամբ, օգնությամբ եւ համագործակցությամբ սկսեց այս պատերազմը իրանական ժողովրդի դեմ, ուստի մենք Ամերիկային պատասխանատու ենք համարում այս իրավիճակի համար եւ մեղսակից են կատարված հանցագործություններին։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում ծայրահեղ ծանր է, հայտարարում է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։ Ռյաբկովը խոսել է նաեւ Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարվածների վտանգից։ Այս ամենը չափազանց վտանգավոր է եւ եթե մինչեւ այժմ հաջողվել է խուսափել ծանր հետևանքներից, ապա մենք ունենք մեր ինֆորմացիոն աղբյուրները եւ տեսնում ենք, թե ինչ են հաղորդում ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները այս թեմայով։ Այս ֆոնին իրանցի պաշտոնյաները ըստ Washington Post-ի միջնորդներին փոխանցել են, որ պատրաստ են վերսկսել միջուկային գործարքի շուրջ բանակցությունները միայն այն բանից հետո, երբ Իսրայելը դադարեցնի իր հարձակումները։ Լիլիթ Մուրադյան, Reopen Media։